Գազայի բապտիստ հիվանդանոցի նկուղներում մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս իրենց հարազատներին։ Զոհերի մարմինների վրա ընկած մայրերը պատմում են, թե ինչպես են սպանվել իրենց որդիները։ Մեկը հրդեհից, մեկը հրթիռի հարվածից, մեկը փլատակների տակ երկար մնալուց։ Երկու տղաներս իրենց ընտանիքների հետ նախկին դպրոցի շենքում էին, երբ դադարեց հրթիռակոծությունը, մենք փորձեցինք փնտրել նրանց, բայց ապարդյուն։ Հրաժեշտ եմ տալիս տղայիս, նա մահացել է թորանս գրկած, իսկ հարսս դեռ անհետ կորած է։ Ողջ մնացածները պատմում են, որ տեսել են իրենց բարեկամներին ողջ այրվելիս։ Ավիահարվածներից հրդեհ բռնկվեց, հետո տեսանք եղբորս ամբողջ ընտանիքը այրված, կնոջը, երկու տղաներին, դստերը։ Գազայում ժողովրդի բռնի տեղահանման և կոտորածի միջազգային բողոքի ալիքին է միացել նաև ավստրալիացի սենատոր Լիդիա Թորփը և իքսի իր հարթակում քննադատել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզին Գազայում տեղի ունեցած ցեղասպանության 597-րդ օրն արձագանքելու և Իսրայելին շարունակական զենք մատակարարելու համար։ Համասն առաջարկել է 70-օրյա զինադադար հաստատել Գազայում, իսրայելցի 5 պատանդի և ևս 5 դիակի դիմաց։ Իսրայելը մերժել է հրադադարի նոր առաջարկը։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։